Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Թբիլիսիում տեղի ունեցել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Բանակցություններում հայկական կողմը ներկայացրել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, վրացական կողմը Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալյան, ադրբեջանական կողմը Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։ Հանդիպմանը բացման խոսքով է հանդես եկել Վրաստանի արտգործնախարարը։ Մակա Բոճորիշվիլին նշել է, որ Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համար։ Նրա խոսքով տարածաշրջանը հսկայական ներուժ ունի, որը երեք երկրները պետք է միասին իրացնեն։ Բոճորիշվիլու կարծիքով տարածաշրջանի վերաբերյալ տեսակետների փոխանակումը և եռակողմ համագործակցության հնարավորությունների ուսումնասիրությունը շատ կարևոր են։ Փոխնախարար Դարսալյանն էլ նշել է, որ հանդիպման շրջանակում քննարկվել են եռակողմ համագործակցության հնարավորությունները և այն ուղղությունները, որոնք կարող են հետաքրքիր լինել երեք երկրների համար։ Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-ից 29 պաշտոնական այցով կժամանի Հայաստան, հայտնել են Վրաստանի կառավարությունից։ Այցի շրջանակում նախատեսված են Կավելաշվիլու հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Ավելի վաղ Կավելաշվիլին այցելել էր Բաքու։ Ամփոփելով այցն Ադրբեջան, Վրաստանի նախագահը նշել է, որ երկու երկրի հարաբերությունները բարձր մակարդակում են և կարող են օրինակ ծառայել մյուսների համար։ Նա կարևորել է տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը։ Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի արդարադատության նորանշանակ նախարար Պաատաս Ալիայի հետ։ Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Վրացական կողմի տվյալով Պաատաս Ալիան Աշոտ Սմբատյանին է ներկայացրել Վրաստանի արդարադատության նախարարության գործունեության ոլորտներն ու առաջնահերթությունները։ Նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել Թբիլիսիում հյուրընկալելու իր հայ գործընկերոջը։ Ընդգծվել է երկու երկրի իրավաբանական ոլորտի ներկայացուցիչների փորձի փոխանակման կարևորությունը։ Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել դրամաշնորհների մասին օրենքի փոփոխություններին։ Կողմ է քվեարկել 82 պատգամավոր, դեմ ոչ ոք։ Փոփոխությունների համաձայն միջազգային դոնոր կազմակերպությունները չեն կարողանա Վրաստանում դրամաշնորհներ տրամադրել առանց կառավարության նախնական համաձայնության։ Վրաստանի կառավարությունը կամ լիազորված անձը 10-օրյա ժամկետում պետք է հաստատի կամ մերժի դրամաշնորհի տրամադրման դիմումը։ Օրենքի կատարման վերահսկողությունը վերապահված է հակակոռուպցիոն բյուրոյին։ Խախտման դեպքում կսահմանվի դրամաշնորհի կրկնակի չափով տուգանք։ Նոր կանոններից բացառություն են կազմում միջազգային մարզական ասոցիացիաների, ֆեդերացիաների և կոմիտեների կողմից տրվող դրամաշնորհները, Վրաստանի սահմաններից դուրս միջնակարգ և բարձրագույն կրթություն ստանալու և գիտական աշխատանք կատարելու համար տրամադրվող անհատական կրթաթոշակները, ինչպես նաև Վրաստանում գործող միջազգային կազմակերպությունների կողմից ստացվող դրամաշնորհները։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն նախագահ Միխեիլ Կավելաշվիլու ստորագրումից հետո։ Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը մեկնաբանել է Վրաստանի դրամաշնորհների մասին օրենքում փոփոխությունները։ Խորապես ցավում եմ, որ Վրաստանի իշխանությունն ավելի է հեռանում Եվրամիության արժեքներից և չափանիշներից։ Այսօր ընդունված օրենքն ավելի կնեղացնի քաղաքացիական հասարակության գործունեության դաշտը և կխորացնի առկա բռնաճնշումները։ Հանձնակատարի խոսքով նման քայլերը հակասում են ժողովրդավարական սկզբունքներին և պետք է չեղարկվեն։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Անտալիա կատարած այցի ժամանակ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին։ Նախարարը նշել է, որ իր թուրք գործընկերոջ հետ բովանդակային քննարկում է ունեցել երկկողմ օրակարգի շուրջ։ Եթե խոսում ենք Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի մասին, մի շարք շոշափելի քայլեր արդեն իրականացվել են, ինչպես օրինակ օդային տարածքի օգտագործումը կամ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ենթակառուցվածքների գնահատումը երկու երկրների մասնագետների կողմից։ Նաև երկու երկրները երկկողմանիորեն համատեղ գնահատել են Գյումրի-Կարս երկաթուղու
հողու ենթակառուցվածքները, որի մի մասը սահմանին է։ Մի քանի օր առաջ երկու երկրների տարբեր գերատեսչությունների մասնագետները հանդիպել են Թուրքիայում։ Նպատակն է սահմանի վրա գտնվող Անիի պատմական կամրջի վերականգնումը։ Կան մի շարք այլ ծրագրեր։ Միրզոյանը հիշեցրել է, որ կան նաև պայմանավորվածություններ, որոնք դեռևս չեն իրականացվել, օրինակ երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար սահմանի բացումը։ Նախարար Միրզոյանը հավելել է, որ Թուրքիան կարող է կառուցողական դեր խաղալ Հայաստանին և Ադրբեջանին մոտեցնելու համար։ Մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայում հակակառավարական ակցիաները չեն դադարում։ Ստամբուլում զանգվածային ցույցեր են, քաղաքացիները պահանջում են ազատ արձակել Իմամօղլուին և բերման ենթարկված ընդդիմադիր այլ պաշտոնյաներին։ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է, կանգ չեն առնի մինչև Իմամօղլուն ազատ չարձակվի և չդառնա Թուրքիայի նախագահ։ Հիշեցնենք, որ Իմամօղլուն մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման և ահաբեկչության հետ կապ ունենալու համար։ Ընդդիմության համոզմամբ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարուցված գործը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ նա համարվում է առաջիկա ընտրություններում Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակիցը։ Միջազգային հանրությունը դատապարտել է Իմամօղլուի կալանավորումը, այն անվանելով հակաժողովրդավարական քայլ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ Հունաստանի ծովային տարածական պլանավորման հրապարակման կապակցությամբ։ Հունաստանը հրապարակել է պաշտոնական քարտեզ, որը երկրի տարածքային ջրերը բաժանում է 4 գոտիների։ Փաստաթուղթը վերաբերում է Էգեյան և Հոնիական ծովերին, ինչպես նաև հարակից կղզիներին։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ Հունաստանի միակողմանի գործողությունները խախտում են Թուրքիայի ծովային իրավասությունը Էգեյան ծովում և Արևելյան միջերկրական ծովում և չեն կարող որևէ իրավական հետևանք ունենալ Անկարայի համար։ Թուրքիայի արտգործնախարարությունը կոչ է արել խուսափել միակողմանի գործողություններից փակ կամ կիսափակ ծովերում, հիշեցրել Թուրքիան միշտ պատրաստ է համագործակցել Հունաստանի հետ։ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավար Սամաթ Հասանզադեի հետ։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու հնարավորություններին, ընթացիկ ծրագրերին ու նոր նախագծերը կյանքի կոչելու քայլերին։ Իրանական կողմի տվյալով Հասանզադեն նշել է, որ Իրանը մեծ հնարավորություններ ունի Հայաստանի հետ համագործակցության համար։ Նա նշել է, Իրանի առևտրի պալատը պատրաստ է աջակցել գործարար պատվիրակությունների փոխանակմանը և հայտարարել, որ այս տարի նախատեսվում է պատվիրակություն ուղարկել Հայաստան։ Ընդգծվել է, որ երկկողմ տնտեսական կապերը պետք է համահունչ լինեն քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին։ Հասանզադեն անդրադարձել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններին, հույս հայտնելով, որ դրանք կհասնեն ցանկալի արդյունքի։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա բանակցություններ վարելու ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ և Իրանի գերագույն առաջնորդի գրավոր ուղերձը հանձնելու Ռուսաստանի նախագահին։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային նշել է, որ այցը նախապես համաձայնեցված է եղել։ Նրա խոսքով Արաղչին Ռուսաստանի ղեկավարության հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ վերջին բանակցությունները։ Նշվում է, որ այցը կարևոր հնարավորություն է Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի իրականացումն առաջ մղելու համար։ Միջուկային գործարքի շուրջ Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների ֆոնին ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը մեկնել է Իրան։ Ռաֆայել Գրոսիին ընդունել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարը։ Աբբաս Արաղչին Գրոսիին կոչ է արել չտրվել որոշ պետությունների գործադրած ճնշմանը և կատարել գործակալության ստանձնած պարտավորությունները։ Նրա խոսքով Իրանը վճռական է շարունակելու գործակալության հետ համագործակցությունը և կարգավորելու իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Արաղչին Գրոսիին տեղեկացրել է Օմանում Թեհրանի և Վաշինգտոնի բանակցությունների առաջընթացի մասին։ Նա ընդգծել է երկխոսության և դիվանագիտության կարևորությունը։ Գրոսին էլ համոզմունք է հայտնել, որ գործակալության և Թեհրանի գործակցությունն անհրաժեշտ է երաշխավորելու միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ ԱՄՆ նախագահը չէր բացառել Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունների և միջուկային օբյեկտների խոցման հնարավորությունը։
Բաքուն հանդես է գալիս երկխոսության եւ առկա հարցերը քննարկելու օգտին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը Սլովենիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա հավելել է Անտալիայում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը բավական դրական է եղել։ Ջեյհուն Բայրամովի խոսքով այն կարևոր էր, քանի որ առաջին ներխաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո։ Ադրբեջանի արտգործնախարարը հերթական անգամ նշել է, համաձայնագիրը ստորագրելու համար հարկավոր է, որ Մինսկի խումբը լուծարվի։ Նա կրկին մեղադրել է Հայաստանին Ադրբեջանի նկատմամբ իբր տարածքային պահանջներ ունենալու համար։ Բայրամովի խոսքով հանդիպումները հնարավորություն են տալիս ավելի մանրամասն դիտարկելու կողմերի դիրքորոշումները, փաստարկներն ու հիմնավորումները։ Նրա խոսքով Սլովենիայի նախարարի հետ հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացը։ 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին Ադրբեջանը Իտալիայի արտահանել 3 միլիոն տոննա նավթ 1 միլիարդ 702 միլիոն ԱՄՆ դոլարի դիմաց։ Այսպիսով Իտալիան պահպանել է առաջին տեղը Ադրբեջանի նավթի արտահանման ընդհանուր ծավալում։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Չեխիան, որտեղ արտահանվել է ավելի քան կես միլիոն տոննա նավթ, ավելի քան 300 միլիոն դոլարով։ Երրորդ տեղում Գերմանիան է կես միլիոն տոննա նավթի արտահանմամբ 276 միլիոն դոլարի չափով։ Հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանն աշխարհի 13 երկիր է արտահանել 6 միլիոն տոննա նավթ, մոտ 3 միլիարդ 337 միլիոն դոլարի չափով։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։